մասին հաղորդաշարն է եթերում, այսօր մենք կխոսենք կրթության տեսչական մարմնի գործունեությունից, իսկ իմ հյուրը տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանն է։ Բարև ձեզ, պարոն Մատիկյան, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, Նախ ամենասկզբից սկսենք, փորձենք նախ գործառույթներից խոսել, առհասարակ տեսչական մարմինը ինչպիսի գործառույթներ ունի, որովհետև շատ հաճախ հանրության շրջանում թյուրըմբռնում է առաջանում, մտածում են, թե ամեն ինչով, ամեն տեսակի դիմում բողոքներով կարող են դիմել ձեր կառույց։ Շնորհակալություն։ Կրթության տեսչական մարմինը կառավարությանը ենթակա վարչական մարմին է, որը իրականացնում է վերահսկողական եւ կանխարգելիչ գործառույթներ կրթության ոլորտում, որը ներառում է նախադպրոցական կրթության ոլորտը, հանրակրթությունը, ինչպես նաեւ մասնագիտական կրթության ոլորտը, բարձրագույն կրթության ոլորտում տեսչական մարմինը իրականացնում է միայն լիցենզիայի պահանջ պայմանների նկատմամբ վերահսկողական գործառույթներ, հիմնական գործառույթները ներառում են նախորդ 3 ոլորտներ, այսինքն նախադպրոցական ոլորտը, դպրոցները եւ մասնագիտական կրթության ոլորտը։ Տեսչական մարմինը իր գործունեությունը իրականացնում է իր աշխատանքային ծրագրի, գործունեության ծրագրի եւ ստուգումների տարեկան ծրագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի տեսչական մարմնում ռիսկերի մեթոդաբանության հիման վրա կազմվում է ստուգումների ծրագիր, որտեղ օրենսդրությանը համապատասխան ներառվում են այն ուսումնական հաստատությունները, որոնք հաշվետու տարում պետք է ստուգվեն տեսչական մարմնի կողմից, բայց այդ ստուգումների ծրագրից բացի տեսչական մարմինը կարող է վերահսկողական գործառույթներ իրականացնել նաև դիմում բողոքների հիման վրա, ինչպես դուք նշեցիք։ Դիմում բողոքները, եթե ներառում են կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության հարցեր, ապա տեսչական մարմինը իրականացնում է համապատասխան գործառույթ։ Եթե դիմում բողոքում բարձրացված հարցերը դուրս են կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակից, դա նշանակում է, որ տվյալ հարցերը դուրս են նաև տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից եւ կրկին համապատասխան օրենսդրությանը այդ մասով դիմում բողոքները վերահասցեագրվում են այլ մարմիններ։ Մենք շատ հաճախ վերահասցեագրումներ ենք ունենում ներքին գործերի նախարարություն, եթե բողոքներում արծածված հարցերը վերաբերում են ուսումնական հաստատություններում բուլինգի, բռնության, դրամահավաքի դեպքերին, ունենում ենք վերահասցեագրումներ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարություն այն հարցերի հետ կապված, որոնք պահանջում են պարզաբանումներ եւ ենթադրվում է, որ օրենսդրության մեկնաբանության խնդիր կա, քանի որ քաղաքականություն մշակող մարմինն է նաև օրենսդրության տվյալ մասով պատասխանատուն, վերահասցեագրվում են նախարարություն։ Մնացած դեպքերով կրկնում եմ, որոնք վերաբերում են կրթության ոլորտի օրենսդրության խախտումներին, տեսչական մարմինը նախաձեռնում է վարույթ։ Ստուգումների տարբերակներից մեկն էլ նախատեսված եւ չնախատեսված այցերն են, համապատասխան հաստատություններ, առհասարակ տարեկան այսպես պլանով չնախատեսվածներն են շատ, թե նախատեսվածները, եթե այս պահին փորձենք որոշակի տվյալներ ներկայացնել, հունվարից մինչ օրս քանի նմանատիպ այց եք կատարել, որ հաստատություններ եք գնացել եւ ինչ եք բացահայտել հիմնականում։ Շատ բարի, ես կներկայացնեմ ոչ միայն այս տարվա ընթացքում գործողությունները, այլև 24, 25, 26 տարվա։ Եվ պետք է ասեմ, որ վերջին տարիներին չնախատեսված այցերը, այսինքն դիմում բողոքների հիման վրա այցերը, դրանք դիմում բողոքների հիման վրա կատարվող գործողություններն են, որոշակիորեն աճի միտումներ են ցույց տալիս, եւ եթե մենք յուրաքանչյուր տարի միջինը մոտ 110-ից 120 կամ 100-ից 110 նայած որ թվականների կտրվածքը եթե մենք վերցնենք միջին թիվը մի փոքր կտարբերվի, այդքան ստուգում ենք ունենում, այդքան ուսումնական հաստատություններ ենք ստուգում, նախադպրոցական, դպրոցներ եւ մասնագիտական ուսումնական հաստատություններ, ապա պետք է ասեմ, որ յուրաքանչյուր վերջին 3 տարիներին շեշտակի աճել է դիմում բողոքների թիվը։ Մի տեսակ բողոքավոր հասարակություն եք դարձել, կամ էլ փորձում ենք մեր իրավունքներին տեր կանգնել, չեմ կարող ասել։ Համենայն դեպս մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ
քաղաքացիները շատ ավելի ուշադիր են սկսել կարդալ սեփական աշխատանքային գործառույթների, սեփական իրավունքների եւ պարտականություններին վերաբերող հատվածները կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության լսումների ժամանակ ամենայն դեպս դա հստակ երևում է վարույթների ընթացքում, երբ որ լսումներ են լինում, ես այդ տվյալների հիման վրա եմ այս պնդումը անում, այսինքն այս միտումը խոսում է ավելի շատ այն մասին, որ ոչ միայն կամ ոչ այդքան խնդիրներն են շատացել, այլ խնդիրները կային եւ հիմա բացահայտվում է։ Մեր կրթության մասնակիցները սկսել են հետամուտ լինել այդ խնդիրների լուծմանը, նաեւ տեսչական մարմնին դրանք հասցեագրելու միջոցով։ Եվ օրինակ այս տարի, ինչպես դուք նշեցիք, մենք մոտ 50 նմանատիպ չնախատեսված գործողություն ենք իրականացրել եւ դրանց մի մասի դեպքում տրվել են ուսումնական հաստատություններին հանձնարարականներ, նշանակվել են ժամկետներ հանձնարարականների կատարման, մի մասը կարճվել է, որովհետեւ դիմում բողոքում բարձրացված հանգամանքները առկա չեն եղել կամ հերքվել են Եվ մի մասը, ինչպես նշեցի, վերահասցեագրվել են այլ համապատասխան մարմիններ։ Հիմա բնույթից խոսենք դիմում բողոքների, ավելի առարկայական խոսենք, հիմնականում դիմում բողոքները ինչպիսի բովանդակություններ են ունենում առհասարակ, ինչի հետ կապված են լինում այդ բողոքները եւ արդյոք դրանց մեծ մասը հիմքեր են ունենում։ Դիմում բողոքների, եթե եռյակը, այսպես ասած, պայմանական կազմենք, կստացվի հետևյալ առաջին տեղում մանկավարժական աշխատողների աշխատանքային գործառույթների վերաբերող խախտումներն են։ Ես ուզում եմ հիշեցնել պարզապես, որ համաձայն օրենսդրության մանկավարժական աշխատող ասելով մենք նկատի ունենք եւ տնօրենի, եւ գրադարանավարի, եւ այսինքն ինչ որ օրենսդրությունը սահմանում է, որովհետեւ հասարակության շրջանում երբեմն տարընկալումներ են լինում, որ մանկավարժական աշխատողը դա ուսուցիչն է, ոչ։ Երկրորդ տեղում, այսպես ասենք, ուսումնական հաստատություններում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտին վերաբերող խախտումներն են, որոնք կարող են խախտված լինել ամենատարբեր պատճառներով, տնօրենի ոչ կոմպետենտ աշխատանքով, ուսումնական հաստատությունում սովորողի կամ սովորողների խմբի նկատմամբ ոչ պատշաճ, ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի պատճառով Եվ երրորդ տեղում մանկավարժական աշխատողների նշանակմանը վերաբերող խախտումներն են, այսինքն որքանով է նշանակումը համապատասխանում օրենսդրությանը, որքանով է նշանակված տվյալ պաշտոնին մանկավարժական աշխատողի պաշտոնին նշանակված անձը իր որակավորմամբ համապատասխանում տվյալ պաշտոնին։ Սրանք են երեքը, ընդ որում պետք է նշեմ, որ մի փոքր տարբերությամբ այս երեք բնույթի խախտումները հանդիպում են նաև մեր ծրագրային ստուգումների ընթացքում, այսինքն մեր պլանային ստուգումների ընթացքում այստեղ ավելանում է նաև մեծ թիվ են կազմում խորհրդակցական մարմիններին վերաբերող խախտումները ուսումնական հաստատությունում, այսինքն ծնողական խորհրդին վերաբերող խախտումները, մանկավարժական խորհրդին վերաբերող, աշակերտական խորհրդին վերաբերող խախտումները այս մասով քիչ ունենք դիմում բողոքներ, բայց պլանային ստուգումների ընթացքում այս խորհրդակցական մարմիններին վերաբերող խախտումները շատ են։ Սա ինչու հատուկ ընդգծեցի, որովհետև առհասարակ ժամանակակից կրթական համակարգերում ուսումնական հաստատության արդյունավետ կառավարումը հնարավոր է, երբ որ պատշաճ կերպով ապահովված է խորհրդակցական մարմինների մասնակցությունը կառավարմանը, որովհետև այդ խորհրդակցական մարմինները ապահովում են ուսումնական հաստատության կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ Ձեր նշածները հիմնականում վերաբերում են օրենսդրական, այսպես ասած, եւ հոգեբանական կողմերին, հիմա անցնենք կրթության որակին։ Դուք նաեւ ստուգում եք կրթության որակը հաստատություններում, փորձենք հասկանալ ինչ տարբերակով եք դա անում, վերջին ստուգումները որտեղ են եղել եւ առհասարակ վերջին 3 տարիների ընթացքում ձեր այդ ստուգումները կրթության որակի հետ կապված, այսինքն այնտեղ թեստային աշխատանքներ թե այլ տարբերակ դուք երևի կնշեք ինչպես եք ստուգում, որ առարկաներից եք անում եւ ինչ եք կարծում, ինչ ունենք այս անելու։ Շնորհակալություն, իրականում հենց օրենսդրության կետերի պահպանումը նաև բերում է որակի բարձրացման, այսինքն հենց օրենսդրության
մեջ ներառված կարգավորումների նպատակը այն է, որպեսզի ուսումնական հաստատություններում ուսուցման, կրթության կազմակերպման համապատասխան որակ ապահովվի, այսինքն սրանք նաև ուղիղ համեմատական են օրենսդրության պահպանման խախտումների վերացումները համեմատական են որակի բարձրացմանը։ Ձեր նշած ձևակերպումը մի փոքր ես ուղղակի անդրադառնամ, մենք ոչ թե ուղիղ կերպով ստուգում կամ վերահսկում ենք որակը, այլ ավելի շատ այդտեղ իրականացնում ենք կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն որակի, այսպես ասենք, վերահսկողության նկատմամբ մեր գործառույթների բնույթը կանխարգելիչ է։ Այո, ինչպես դուք նշեցիք, մենք տալիս ենք գրավոր աշխատանքներ, դրանք թեստային բնույթի չեն։ Մենք գրավոր աշխատանքներ ենք տալիս հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից եւ դրանք թելադրություն հայոց լեզվի դեպքում եւ խնդիրներ, վարժություններ մաթեմատիկայի դեպքում։ Վերջին տարիներին արդյունքները էականորեն, այսինքն միջին արդյունքը չի փոխվել էականորեն, տատանվում է 5-ից 5.5-ի շրջանակներում 10 միավորանոց սանդղակով։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս գրավոր աշխատանքները ներառում են սովորողների նախորդ տարի ուսումնասիրած նյութը, մենք դա անվանում ենք մնացորդային գիտելիք, այսինքն ենթադրվում է, որ եթե տվյալ տարվա ուսումնական ծրագրից լինեն գրավոր աշխատանքները, արդյունքները այլ կլինեն առնվազն, սա մենք ստուգում ենք մնացորդային գիտելիքը, տրվում են 3 տարիքային խմբերում, 6-րդ, 9-րդ եւ 11-րդ դասարաններում եւ 1 տարի առաջվա նյութը, ինչպես նշեցի, ստուգվում է։ Միևնույն ժամանակ տվյալ դասարաններում, այսինքն այն դասարաններում, որտեղ տրվում են գրավոր աշխատանքներ, իրականացվում են նաեւ դասալսումներ եւ այդ արդյունքները համադրվում են, այսինքն դրա արդյունքում կազմվում է նաեւ դասավանդման տվյալ դասարանում, տվյալ առարկայի դասավանդման ընդհանուր համայնապատկերը եւ դա տեղի է ունենում այս երկու արդյունքների համադրման արդյունքում, այսինքն դասալսման արդյունք եւ գրավոր աշխատանքների, տվյալ դասարանում գրավոր աշխատանքի արդյունք, որից հետո տվյալ ուսումնական հաստատությանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատության լիազոր մարմնին տրվում են առաջարկներ եւ ընդհանուր պատկերի վերլուծություն։ Բացի այս գործառույթը տեսչական մարմինը նաեւ 10 տարեկանների շրջանում, այսինքն 4-րդ դասարանցիների շրջանում իրականացնում է մայրենի լեզվով լուր ընթերցանության ստուգում։ 10 տարեկանը ընտրված է համապատասխան միջազգային մի շարք ստուգատեսների, որոնք աշխարհում իրականացվում են, համանման ստուգատեսներ, սրանով է պայմանավորված տվյալ տարիքային խմբի ընտրությունը։ 4-րդ դասարանցիներին տրվում են 2 բնույթի տեքստեր, առաջինը դա գիտահանրամատչելի տեքստն է, երկրորդը գեղարվեստական բնույթի տեքստ է։ Տեքստերը մենք ստանում ենք համապատասխան մասնագիտացած մարմնից, կրթության ոլորտում բովանդակություն մշակող կզնակ հիմնադրամից եւ նաեւ ստանում ենք համապատասխան թեստեր, այսինքն սովորողները ընթերցում են տեքստը եւ պատասխանում են թեստային առաջադրանքի հարցերին։ Տարբեր արդյունքներ ենք ունեցել 2024 թվականին աճ է գրանցվել, անբավարարի տոկոսը եղել է 28%, բայց 25 թվականին կրկին անբավարարը 30%-ի շեմը անցել է։ Կարծում եմ այս տատանումները նորմալ է այն առումով, որ ամեն տարի մենք ընդլայնում ենք ընտրանքը, այսինքն եթե սկզբում մասնակցել են մոտ 800 սովորողներ, հաջորդ տարի մենք այդ թիվը հասցրել ենք 900-ի եւ այս տարի շուտով տեղի կունենա մի քանի շաբաթից հերթական ստուգատեսը եւ 1000-ից ավելի սովորողներ են ներառված։ Կարծում եմ սովորողների թվի մեծացումը իր հետ կբերի նաեւ արդյունքների ավելի ճշգրտում, բայց պետք է նշեմ նաեւ, որ այս թվերը բնականաբար շատ մոտ են իրականությանը եւ այնտեղ շեղումը մեծ չէ։
Այդ 5-ից 5.5 միավոր, որ ասում եք, բավարարում է արդյոք դա նորմալ է համարվում միջազգային պրակտիկայում ինչպես է դա, չգիտեմ, դուք ավելի լավ կասեք, 10-ից 5, 5.5-ը մի քիչ ցածր է թվում, կարծեք թե որակի առումով։ Գնահատման սանդղակի տրամաբանությամբ, գիտեք, 4-ն էր համարվում բավարարի շեմը, այսինքն 5-5.5-ը մնացորդային գիտելիքից ըստ էության ենթադրում է թերևս, որ առարկայական ծրագիրը եւ չափորոշիչը ինչ-որ չափով պահպանված է, այսինքն կատարվել է, բայց մենք գնահատականներ չենք տալիս այս մասով, պետք է նշեմ, որ մենք արձանագրում ենք իրավիճակը, փոխանցում ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ ուսումնական հաստատություններին, բոլոր հետևություններն ու համադրումները արվում են այնտեղ, որովհետեւ գիտեք, նաեւ Հայաստանի Հանրապետության դպրոցները մասնակցում են նաև այլ ստուգատեսերի, օրինակ TIMSS ստուգատեսին եւ բոլոր այդ արդյունքները գտնվում են նախարարության տրամադրության տակ եւ համադրումները, հետևությունները արվում են իրենց։ Ի վերջո նաև պետք է այսպես նշենք, որ կրթության տեսչական մարմինը այդպես խախտում արձանագրող, միայն արձանագրող չէ, դուք նաև որոշակի կանխարգելիչ եւ ուղղորդող դերակատարում ունեք, այս առումով ինչ եք անում, որպեսզի սխալները անընդհատ չկրկնվեն։ Շնորհակալություն։ Այս առումով մեր առաջնային գործառույթը հետադարձ կապի պահպանումն է ուսումնական հաստատությունների հետ։ Այսինքն յուրաքանչյուր վերահսկողական գործառույթից հետո մենք ուսումնական հաստատությանը խախտումը վերացնելու համար տալիս ենք ժամկետներ։ Եվ անպայման վերահսկում ենք լրացուցիչ անգամ, որպեսզի խախտումը վերացված լինի։ Օրինակ կարող եմ նշել, որ Սյունիքի մարզում 24-25 թվականներին 4 դպրոցներ են ստուգվել, արձանագրվել է շուրջ 109 խախտում, բոլոր 4 ուսումնական հաստատություններում միասին վերցրած, բայց այդ հետադարձ կապի հետ կապված ուզում եի ասել, որ բոլոր խախտումների հետ կապված մենք ստացել ենք կատարումը հավաստող հիմքեր։ Այսինքն հետադարձ կապը այս 4 ուսումնական հաստատությունների հետ Սյունիքի մարզի եղել է դրական, չի եղել չկատարում, եղել են մասնակի կատարումներ, որոնք ամբողջ հանրապետությունում կան, դրանք հիմնականում վերաբերում են մանկահրաժական կադրերի համալրմանը, որը ոչ միշտ է, որ գտնվում է ուսումնական հաստատության, այսպես ասենք, տիրույթում, այսինքն մենք ունենք չհամալրված կամ չհամալրվող հաստիքներ եւ այդտեղ մենք համարում ենք, որ տրված հանձնարարականը կատարվել է մասնակի։ Այսպիսով առաջին մեր գործառույթը դա հետադարձ կապի պահպանումն է, որը նաև օրենսդրությամբ տեսչական մարմնի ուղիղ պարտականությունն է եւ դա իրականացվում է։ Երկրորդը, ինչպես նշեցի, մենք որոշակի ուսումնական հաստատության մասով վերլուծական աշխատանք կատարում ենք։ Այսինքն մենք ընդհանուր պատկերը փոխանցում ենք համապատասխան մարմիններին, բայց տրված գրավոր աշխատանքների դասալսումների հիման վրա կատարում ենք վերլուծություն, փորձելով վերհանել հիմնական խնդիրները, թե ինչ ուղղությամբ պետք է կատարվեն լավարկման աշխատանքներ, եւ դա նույնպես տրամադրում ենք ուսումնական հաստատությանը։ Օրինակ, մեր դասալսման ձևաթուղթը ներառում է մի քանի հատվածներ, ուսումնական միջավայրի բարենպաստ վիճակ, դասի ընթացքում, ՏՀՏ կիրառման հմտություններ, սովորողների շրջանում կարողությունների ձևավորման բովանդակություն, այսինքն որքանով է դասը նպաստում սովորողների շրջանում կարողունակությունների ձևավորմանը եւ այլն։ Այս ամեն ինչը դասալսման ընթացքում դիտարկվում է եւ թե ինչպիսի վիճակ է այս նշած ուղղություններով, դա փոխանցվում է ուսումնական հաստատությանը, դրա վերլուծությունը փոխանցվում է ուսումնական հաստատությանը, սրանով մենք նպաստում ենք, որպեսզի թույլ դերը վերացվեն, օղակները բացվեն։ Դպրոցներից բացի դուք նախադպրոցական ուսումնական հաստատությունում, միջին մասնագիտական հաստատություններում եք ուսումնասիրություններ անում, այստեղ ինչ պատկեր ունենք, հիմնականում ինչպիսի խախտումներ են արձանագրվում։ Այս պահին, այո, մենք ունենք նոր կարգավորումներով ունենալու են քոլեջներ, նախկին այստեղ այո, խախտումների բնույթը մի փոքր այլ է եւ ամենաշատ խախտումները վերաբերում են ուսանողների ընդունելության գործընթացում թույլ տրված խախտումներին, երկրորդ տեղում տնօրենի պաշտոնային պարտականություններին վերաբերող խախտումներն են,
եւ երրորդը կառավարման խորհրդի գործունեությանը պարտադիր կրթության հետ կապված կարգավորումների խախտումներն են։ Անմիջապես ուզում եմ նշել, որ 24-25 եւ 25-26 ուստարում երկու մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն է ստուգվել Սյունիքի մարզում եւ արձանագրվել են 17 խախտումներ եւ հետաքրքիր է, որ այդ խախտումները համընկնում են հանրապետությունում ամենաշատ հանդիպող խախտումներին, նախորդիվ նշեցի, որոնք էին այդ խախտումները։ Այստեղ նաեւ մեծ թիվ են կազմում սովորողների կրթության վերականգնման, ավարտական փաստաթղթերի պատշաճ կերպով տրամադրմանը վերաբերող խախտումները, որոնց ուղղությամբ տրվում են հանձնարարականներ, նաև դրանք վերահասցեագրվում են մի մասով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ մասնագիտական ուսուցում իրականացնող հաստատություններում մենք տրամադրում ենք ուսանողներին հարցաթերթեր, որոնց արդյունքում կազմում ենք ուսումնական հաստատության ուժեղ եւ թույլ կողմերին վերաբերող վերլուծություն։ Օրինակ, նախորդիվ ուսանողները հիմնականում բարձրացնում են հետևյալ բնույթի խնդիրներ, որ գրադարաններում պակասում են մասնագիտական գրականություն, կամ որ ուսումնական պարապմունքներում տեսական եւ գործնական ուսուցման համամասնությունը պահպանված չէ եւ ցանկություն էին արտահայտում, որպեսզի ավելի շատ գործնական բնույթի առաջադրանքներ եւ պարապմունքներ այդպիսի բնույթ կրեն եւ կարծում եմ, որ ընթացող բարեփոխումները այս ոլորտում, ես նկատում եմ դուալ կրթությունը, ես նկատում եմ սոցիալական գործընկերների հետ համատեղ իրականացվելիք ծրագրերը, որ պետք է լինեն քոլեջներում, գալիս են նաև արձագանքելու ուսանողների կողմից բարձրացված այս խնդիրներին։ Նաև այս մասով վերադառնալով դպրոցներին, որտեղ խոսեցինք հարցաթերթերի մասին, մենք լրացնում ենք նաև հարցաթերթեր, որոնք նույնպես ունեն կանխարգելիչ նպատակ։ Կոնկրետ դպրոցներում մենք լրացնում ենք ներառական կրթական միջավայրին վերաբերող հարցաթերթեր, որտեղ հարցաթերթը բաղկացած է երկու մասից։ Մենք գնահատում ենք ինչպես շենքային հարմարեցումները, ինչպես միջավայրը որքանով է ներառական, այնպես էլ այն մասնագիտական աշխատանքը, որը պետք է նպաստեր ներառական կրթության պատշաճ կերպով կազմակերպմանը։ Իսկ մենք այդ ձևաթուղթը երկու մասից բաղկացած լրացնում ենք, եւս խնդիրները վեր ենք հանում եւ կրկին տրամադրում ենք նաեւ ուսումնական հաստատության լիազոր մարմնին եւ ունենք ամենատարբեր արդյունքները, օրինակ, եթե հայտնաբերվել են անհատական ուսումնական պլանների ոչ պատշաճ կազմման դեպքեր, ապա դրանք շտկվել են։ Շատ ուսումնական հաստատություններում, օրինակ, եթե պակասել են որոշակի հարմարեցումներ, որ հնարավոր է եղել ուսումնական հաստատության կամ լիազոր մարմնի ջանքերով վերացնել, օրինակ թեքահարթակ կամ այլ հարմարեցում, այդ աշխատանքները կատարվել են։ Այսինքն ուզում եմ նշել, որ այս ձևաթղթերի լրացումը, որը իր բնույթով ըստ էության ստուգում չէ կամ վերահսկողական գործառույթ չէ, եւս նպաստում է ներառական միջավայրի բարելավմանը հաստատության։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով հակիրճ ինչ կասեք։ Հիմնականում ինչ է արձանագրում այնտեղ։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով մեծ թիվ են կազմում ուսումնական գծով տեղակալի, մենք մասնագիտական այսպես բառապաշարում մեթոդիստ ենք անվանում, խախտումները, պետք է նշեմ, որ այս պաշտոնը շատ կարևոր է, որովհետև նախ համակարգում է ծնողների հետ աշխատանքը, իսկ ծնողները կրթության շատ կարևոր կողմ են եւ նրանց հետ արդյունավետ աշխատանքը շատ կարևոր է, բայց նաեւ կրկին խախտումները վերաբերում են համապատասխան շենքային հարմարեցումների բացակայությանը եւ նաեւ խմբերի ձևավորմանը, այսինքն խմբերի ձևավորման մեջ մենք եւս հայտնաբերում ենք խախտումներ եւ բնականաբար տրվում են համապատասխան հանձնարարականներ շտկումները ուղումներ կատարելու համար։ Այստեղ ես ուզում եմ նշել նաեւ, որ մենք առանձին ուշադրության կենտրոնում ենք պահում նախկինում եւ այս պահին նույնպես նախադպրոցական ուսումնական հաստատությունում սովորողների խաղային գործունեությանը վերաբերող
հարցերը, որովհետև այս տարիքային խմբի համար առաջատար գործունեության տեսակ է համարվում, եթե չեմ սխալվում, հենց խաղային գործունեությունը, եւ մեր կողմից հիմնական ուղղությունները մի քանիսն էին, մասնավորապես որ խաղային գործունեությունը առաջին հերթին լինի անվտանգ, երկրորդ, որպեսզի խաղային գործունեության ընթացքում համապատասխան մանկարժական աշխատողները կատարեն նաև գնահատման աշխատանքներ գերոշտված երեխաներին բացահայտելու համար եւ այլ սովորողների ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտելու համար, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության հուսական, հոգեբանական, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար, որտեղ խաղային գործունեության ժամանակ ըստ էության սովորողները դրսևորում են նաեւ իրենց հուսական, հոգեբանական առանձնահատկությունները եւ երբեմն աջակցության կամ միջամտության կարիք է լինում։ Այսինքն սրանով մենք ուզում ենք, որպեսզի խաղային գործունեության ժամանակ մանկարժական աշխատողները արհեստավարժ կերպով ներգրավված լինեն այդ գործընթացին, անվտանգային կամ այլ ռիսկերը կառավարելու համար։ Վերջում, եթե ամփոփելու լինենք, օրենսդրական ինչ փոփոխություններ կան, որոնք որ կցանկանայիք, որ կատարվեին, որպեսզի տեսչական մարմնի գործունեությունը էլ ավելի լիարժեք դառնան։ Իհարկե, 1-2 կետ, եթե կարելի առանձնացրեք ամենակարևորները։ Շնորհակալություն։ Իրականում անցած տարվա ընթացքում 25 թվականին ընդունվեց կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենքը, որով արդեն իսկ նոր լիազորություններ վերապահվեցին տեսչական մարմնին, մասնավորապես դիտարկման եւ տեսչավորման գործառույթներ։ Տեսչավորման գործառույթը ավելի շատ միտված է որակի նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելուն, իսկ դիտարկման գործառույթը հնարավորություն է տալիս տեսչական մարմնին սովորողների իրավունքներին վերաբերող հարցերում արագ արձագանքել, մասնավորապես առանց ծանուցման մուտք գործել ուսումնական հաստատություն։ Այսինքն ձեր հարցի պատասխանը մասնակիորեն հետեւյալն է, որ այդ ամենակարևորը արդեն 25 թվականին կատարվել է, բայց բնականաբար մենք խոսում ենք օրենքի մասին եւ կարիք կա եւ իհարկե օրենքը վերանայելով հանդերձ նաեւ ենթաօրենսդրական բազան ապահովել, որպեսզի օրենքը ավելի արդյունավետ լինի կիրառել։ Եվ այս պահին տեսչական մարմինը մշակում է համապատասխան կարգավորումներ, ինչպես նաև համապատասխան գործիքները, որպեսզի դիտարկման եւ տեսչավորման գործառույթները կարողանա հնարավորինս արդյունավետ կերպով կատարել։ Շնորհակալ եմ շատ, պարոն Մատիկյան, հարցազրույցի համար։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք կրթության տեսչական մարմնի գործունեությունից, իսկ իմ հյուրը տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանն էր, հաջողություն։